որը շատ լավ վերաբերմունք են ցույց տալիս ինձ։ Իմ կարծիքով կարող եմ արդարացնել։ Գիրք եմ սիրում կարդալ, ասեմ, բայց դու ստեղից էլ կարող ես դուրս գալ, Եվրոպայից էլ։ Ասեմ, որ իրանից շատ շնորհակալ եմ ու շատ մարզիչներից եմ շնորհակալ։ Քեզ չխնայես, որ կարողանաս որոշ չափի ինչ-որ հաջողության հասնես։ Փյունիկը միշտ ամենաբարձր նպատակներին է միշտ ձգտում։ Կասեմ, որ կուզեի իրավաբան լինեի, առաջին միտքը չսխալվեմ, հետո համարձակ գործը։ Նորմալ է, որ տարիքով մեծ քո թիմակիցները քեզ խորհուրդներ տան, ուղղություններ տան։ Ու կուզեմ իմ սիրած ակումբում խաղալ Արսենալում։ Միշտ վերջում եմ դուրս գալիս։ Ես շատ սիրում հարգում եմ Լուկա Մոդրիչին։ Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նոր ալիք YouTube-յան ալիքում, բնականաբար այսօր նույնպես ունենք հյուր եւ հյուրը ոչ ավել ոչ պակաս արդեն իսկ ազգային հավաքականի հրավեր ստացած անձնավորություն է։ Կարծում եմ կկռահեք, բայց ես առաջ կընկնեմ եւ միանգամից կներկայացնեմ խոստումնալից կադրերից մեկը հայկական ֆուտբոլի Կարլեն Հովանեսյան։ Ո՞նց եք։ Լավ, մերսի։ Որպես խաղադաշտի կենտրոնում գտնվող ֆուտբոլիստ, նոր միգուցե մուտքագործում, սենց ասենք, մեծահասակների ֆուտբոլ։ Համոզված եմ արդեն իսկ այն խաղերի քանակը, որ անցկացրել ես, թե գլխավոր թիմում Փյունիկի, թե արդեն իսկ հավաքականում, որոշակի բազա քեզ տվել են։ Բայց մուտք գործելը հենց այդ մեծերի ֆուտբոլ հեշտ է տրվում։ Չէ, միանշանակ դա տարիների աշխատանք է, այսինքն եթե դու գնում ես քո նպատակի հետևից, պետք է ջանք գործադրես, քեզ չխնայես, որ կարողանաս որոշ չափի ինչ-որ հաջողության հասնես։ Հələ չենք խոսում, ասենք, մեծ հաջողությունների մասին հասնել։ Աշտարակից մինչև մեծ խաղադաշտեր։ Ինչն է ամենագլխավոր մոտիվացիան եղել քեզ համար, որ ոչ մի խոչընդոտ չի կարողացել կոտրի քեզ այդ ճանապարհին։ Ովքեր էին քո կողքին, ովքեր էին քեզ ոգևորում, ոգեշնչում, ովքեր էին միգուցե խորհուրդներով քեզ ուղղորդում։ Ասեմ, որ սերը դեպի ֆուտբոլ, ընդհանրապես ֆուտբոլի գնալուց դու փոքր տարիքում չես մտածում, որ ինչ-որ մի բանի հասնես, դու ընդհանրապես սիրում ես այդ սպորտաձևը ու ցույց ես տալի դա դաշտում։ Քեզ դուր է գալի գնդակով խաղը այդ տարիքում։ Սերը դեպի ֆուտբոլ օգնում է քեզ, որ դու հաղթարես ամեն դժվարությունը։ Հետո բարձր տարիքում արդեն տարիքդ որ մեծանում է, սկսում ես արդեն մտածել, որ կարաս ինչ-որ հաջողությունների հասնես սպորտով, բայց եթե սերը չլինի, դու չես կարող առաջ գնաս։ Իմ կարծիքով։ Ներկայումս ըստ քեզ, օրինակ մեր հյուրերը տարբեր կարծիքներ են ասում։ Ինձ այս հարցը շատ է հուզում։ Ինչի մենք սիրում ենք այդքան ֆուտբոլ, բայց որպես այդպեսին արդյունքների առումով կաղում է մեզ մոտ մի քիչ։ Այ տարբեր հյուրեր տարբեր պատճառներ են մեջ բերում։ Կա ինչ-որ քեզ համար մի բանաձև, որով պետք է շարժվել, որպեսզի հաջողության հասնենք։ Իմ կարծիքով կոնկրետ բանաձև չկա։ Ամեն մեկը իր ճանապարհն ունի անցնելու ու ամեն մեկը իր դժվարություններն է տեսնում։ Կոնկրետ անհատից է գալիս, որ դու կարաս, թե չես կարա, կուզես, թե չես ուզի։ Սիստեմը շատ կարևոր է, ասենք, ես բան չունեմ ասելու Եվրոպայում օրինակ ուրիշ է, մեր մոտ ուրիշ է, բայց դու ստեղից էլ կարող ես դուրս գալ, Եվրոպայից էլ։ Կապ չունի, եթե դու նպատակ ունես դրված, դու ստեղից էլ կարաս դուրս գաս, Աֆրիկայից էլ կարաս, Եվրոպայից էլ կարաս։ Այ դու հիշում ես քո մուտքը Փյունիկ ու ինչ զգացողություններ էր, պատասխանատվության պահը ինչպիսին էր քեզ մոտ է։ Նորմալ երևույթ է, ես քայլ առաջ եմ կատարում, բնական է, որ պետքա բազմակի չեմպիոնի համակարգի մեջ հայտնվեմ արդեն ու հետո էլ ճանապարհս հարթեմ դեպի ազգային հավաքական։ Հենց այն առաջի օրը, որ մտար Փյունիկ, ո՞նց էր։ Ուրախություն էր դա իմ համար, բայց ինչ-որ լարվածություն չեմ ունեցել, չգիտեմ, կարող է մարդուց է գալի, կարող է չգիտեմ, բայց տենց լարվածություն չեմ ունեցել։ Գիտեի, որ աշխատանքիս համար կարայի ստանայի այդ շանսը ու ամեն ինչն էլ քիչ-քիչ դեպի լավին կարող էր գնալ։ Եղիշե Մելիքյանը այն մարզիչն է, ով քեզ շանս տվեց ու դու արդեն սկսեցիր կամոց խաղալ Փյունիկում։ Նաև վերջերս հրավիրվեցիր ազգային հավաքական, ինչի առիթով եւս մեկ անգամ շնորհավորում եմ։ Ոնց ես վերաբերվում Եղիշե Մելիքյանին ու արդյոք դիտարկում ես իրան sense
որպես կնքահայր քեզ համար մեծ ֆուտբոլ մտնելու առումով։ Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Ասեմ, որ Եղիշե Մելիքյանը շատ մեծ դեր ունի իմ նոր ոնց որ բարձր մակարդակում խաղալու համար, որովհետև առաջի շանսը հենց կոնֆերենցիաների լիգայում Եղիշե Մելիքյանի ժամանակ եմ ստացել ու վատ չեմ դրսևորել ինձ։ Հավականում է ինքն առաջի շանսը ինքն է ինձ տվել։ Ասեմ, որ իրանից շատ շնորհակալ եմ ու շատ մարզիչներից եմ շնորհակալ։ Իմ կարծիքով կարող եմ արդարացնել իր սպասելիքները։ Այ ես շատ եմ հավանում այդ ինքնավստահությունը ու որ հատկանիշները լավ կվերցնեիր Եղիշե Մելիքյանից, որոնք կվերցնեիր Արտակոսյանից ու իդեալական կերպար կդառնար քեզ համար։ Ամեն մարզիչն է իր ձևով, իր ոճի մեջ լավ աշխատանք է տանում։ Եղիշե Մելիքյանը իր ոճի մեջ, Արտակոսյանը իր ոճի մեջ ու նրանց միասին միացնելը իմ կարծիքով չի ստացվի, որովհետև ամեն մեկը իր աշխատանքի ձևն ունի։ Ամեն մեկը ոնց որ իրար գումարվում է ու դա իրանց առաջ է մղում։ Բոլորս էլ գիտենք, որ Եղիշե Մելիքյանը շատ սենց ուղիղ ասող, ուղիղ խոսող մարզիչ է ու մարդկային տեսակ է։ Դու ավելի շատ այդ երևույթը գնահատող մարդ ես, թե սիրում ես, որ օրինակ մարզիչը մի քիչ ավելի սենց մեղմ կարող է խոսել, մի քիչ ավելի ասել, գիտես, այս պարագայում օրինակ դու մի քիչ ավելի քիչ խաղա ժամանակ կստանաս, թե որ հստակ ասում են Կարլեն ջան, դու եկել ես, չգիտեմ, հավաքական, դու եկել ես Փյունիկ, դու առաջի մի տարին հույս չունենաս, որ խաղալու ես, օրինակ։ Դե իմ կարծիքով ճիշտը ուղիղ ասելն է, որովհետև ֆուտբոլիստի համար էլի, ասենք հոգեբանորեն ավելի հեշտ է, որ ինքը իմանա իր դիրքը, իր նշանակությունը։ Եթե դու ֆուտբոլիստի հետ հույս կապում ես, դա շատ նորմալ է, երբ որ ինքը կարող է ինչ-որ ժամանակահատվածում չխաղալ, դա նորմալ է։ Բայց երբ որ դու գիտես, որ ինքը չի խաղալու ու փափուկ բաց ես դնում, դա իմ կարծիքով այդքան էլ լավ մոտեցում չի, ես չեմ ասում։ Ճիշտ է թե սխալ։ Իսկ եթե գնանք մի քիչ ավելի Արտակոսյանի կողմ, ինքը որպես մարզիչ ավելի ընկերական մոտեցում է տալիս, թե մի քիչ ավելի այլ ձևով է մոտենում։ Այ որ հատկանիշները նրա քեզ համար շատ կարևոր են ու գնահատում ես։ Ասեմ Արտակոսյանը շատ ընկերական է մեր բոլորի հետ, բայց նաև եղած տեղը շատ պահանջկոտ ու խիստ, դա է կարևոր, որ մարզիչի մեջ բոլոր հատկանիշներն էլ կան։ Համել պետք է մի քիչ Դավլենյանից։ Այ օրինակ քո պարագայում Արտակոսյանը կոնկրետ հենց քեզնից ինչ պահանջներ ունի եւ ինչ պահանջները առաջ քաշում։ Լավ խաղ, թիմին օգնել, բարձր ամեն թիմի դեմ տարբեր խաղաոճ, մեծ նպատակներ կարողանանք բարձր մակարդակում խաղալ։ Շատ լավ, ներկայումս ինչ նպատակներ է դնում իր արժեվ Փյունիկը եւ որպես այդպեսին ինչ դեր է դրված քեզ վրա։ Փյունիկը միշտ ամենաբարձր նպատակներին է միշտ ձգտում, միշտ եւ ես եղել եմ դրանից առաջ, միշտ Փյունիկը այն թիմն է, որ ինքը միշտ գնում է չեմպիոնության, ու նույնն էլ ես այս բայդրության, որովհետեւ այդ թիմի անդամ եմ, այդ թիմի ֆուտբոլիստ եմ, ու զգում եմ պատասխանատվություն արդյունքի համար։ Այդ պահը, երբ որ հրավիրվեցիր ազգային հավաքական, ում հետ ես առաջինը կիսվել, ինչ զգացիր, ինչ էմոցիաներ էին քեզ մոտ։ Առաջինը մեծ ուրախություն էր, ընտանիքիս հետ եմ կիսվել, դե առաջինը միշտ ընտանիքի հետ ես կիսվում։ Շատ ուրախացանք, հետո արդեն պատասխանատվության զգացում, որ Հայաստանի հավաքականն ես ներկայացնում ազգային։ Ասես մի քիչ հետ եմ էլի ուզում գնանք, իսկ եթե ոչ ֆուտբոլ, ապա ինչ։ Նախ ասեմ, որ առանց ֆուտբոլ չեմ պատկերացնում իմ կյանքը, եթե անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվեի, կոնկրետ ֆուտբոլով հաստատ կզբաղվեի ինչ-որ սիրողական կամ որովհետև չեմ կարա։ Ոչ մի ֆուտբոլիստ իմ կարծիքով անգամ ֆուտբոլը կարիերան վերջացնելուց հետո ինքը մեկա ֆուտբոլի մեջ է ուզում մնա, որովհետև սիրում է։ Բոլորն էլ սիրում են խաղալ, եթե դաժե չես սիրում նայել, խաղալ անպայման։ Կասեմ, որ կուզեի իրավաբան լինեի։ Սովորեի այդ մասնագիտության։ Շատ լավ։ Կարլեն ջան, գնանք այն պահը, երբ մուտք գործեցիր հավաքականի ճամբար։ Ինչ զգացողություններ էին, ոնց քեզ ընդունեցին, ինչ էիր մտածում նախորդ գիշերը, երբ որ հաջորդ օրը պետք է գնայիր արդեն հավաքականին միանայիր։ Մտավախություններ, տենց բաներ կար։ Ասեմ, որ շատ լավ ընդունեցին բոլորն էլ, մեր ազգի ներկայացուցիչներն են, հասկանում եք իրար, ընկերասեր,
ամեն ինչ շատ լավ էր։ Բոլորի մոտ էլ այդպիսի մտքեր առաջանում, հա, առաջի մուտք դա մի քիչ կաշկանդվում ես, նորմալ է, բայց շատ լավ ընդունեցին։ Բոլոր ֆուտբոլիստների հետ էլ ծանոթ ենք։ Արդեն follow եք։ Լավ, մտար խաղադաշտ, առաջին միտքը, չսխալվեմ, թե համարձակ գործեմ։ Առաջին միտքը չսխալվեմ։ Հետո համարձակ գործեմ։ Ես կասեմ, որ լիարժեք ստացվեց, որովհետև երբ ես խաղը նայում եմ, ասում եմ, փաստորեն sense կադրեր ունենք, որ համարձակ մտնում են խաղադաշտի կենտրոնական հատվածում ու կարողանում են ճնշմանը դիմանալ։ Ես շատ ուրախ եմ, որ այ հենց այդ որակները միանգամից խաղադաշտում երևաց, հուսամ հետագայում էլ ավելի շատ կտեսնենք այդպիսի դրսևորումներ թե քո, թե մեր մյուս ֆուտբոլիստների կողմից, այ խաղից հետո թիմակիցների կողմից խոսքեր, զրույցներ, այ էս մի բանը ճիշտ է լավ արեցիր, բայց այստեղ մի քիչ թերացար, ուղղորդումներ ինչ որ եղել է։ Նորմալ է, որ տարիքով մեծ քո թիմակիցները քեզ խորհուրդներ տան, ուղղորդումներ տան, եթե նոր ես դու սկսում մեծ ֆուտբոլ խաղալ, դրանք միշտ պետք է ընդունես ու վերցնես էլի քո մեջ։ Կարլեն ջան, իսկ ո՞րն է քո ֆուտբոլային երազանքը։ Այ ճիշտ է, process-ը, քայլերի հերթականությունը բնականաբար յուրաքանչյուրն էլ իր համար պատկերացնում է, բայց այն կետը, որին դու ձգտում ես, այդ որ կետն է։ Կասեմ, որ Հայաստանի հավաքականի հետ մեծ մրցաշարի մասնակցելը, Չեմպիոնների լիգայի գոնե կիսաեզրափակում խաղալը։ Ու կուզեմ իմ սիրած ակումբում խաղալ Arsenal-ում։ Ըստ քեզ հիմնական կազմում հայտնվելու համար գլխավոր գրավականը խաղաժամանակ ստանալու համար ո՞րն է։ Միանշանակ պետքա պարապմունքներին լիարժեք քեզ դրսևորես, որ ցույց տաս քո մարզիչին, որ դու արժանի ես այդ շանսին։ Դու ուղղակի տաղանդավոր լինելով չես կարող այդ շանսը ստանալ։ Դու պետքա ցույց տաս, որ դու արժանի ես այդ շանսին։ Ու եթե դու քրտնաջան չաշխատես պարապմունքներին, քեզ հնարավոր չտրվի էլ այդ շանսը։ Հետո երբ որ կարիերայումդ ինչ-որ սպատ գնա, լավ չլինի, դու կմտածես, հետ կգնաս, կասես, ես ինչ-որ մի բան չեմ արել, ինձնից կախված լիարժեք չեմ արել, որ դա ինձ հետ գա։ Եղել է, որ մարզումից շտապես շուտ դուրս գաս, որ գնաս ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Չէ, միանշանակ չէ։ Միշտ վերջում եմ դուրս գալիս։ Ամել չէ, ասի տեն շատ աշխատանք եմ անում դրա համար վերջում դուրս գալիս, ուղղակի մի քիչ դինջ եմ դրա։ Լավ, դե գնանք միջազգային ֆուտբոլի ուղղությամբ։ Մի քիչ քո կանխատեսումը։ 1-0 հաղթանակ։ Arsenal։ Միանշանակ։ Խնդրում եմ դուք էլ մեկնաբանություններում գրեք ձեր տեսակետները, ինչպես կավարտվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, PSG Arsenal։ Կա այտենց ֆուտբոլիստ քեզ համար, որ եվրոպական ֆուտբոլից կամ առհասարակ աշխարհի ցանկացած անկյունից, որ որպես օրինակ պահում ես մտքում ու կուզես նմանվել իրեն։ Ես շատ սիրում հարգում եմ Լուկա Մոդրիչին։ Իր խաղը իմ համար շատ տիպիկ լավ խաղ է, էտալոն։ Կուզեմ իրպես ֆուտբոլ հասկանամ գոնե։ Այդ տարիքում առանց իրա Միլանը չկա էլ թիմ առանց իրա։ Հա, իրոք, համաձայն եմ այդ հարցում։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը Ռասնադարի կազմում հերթական փայլուն սեզոնը անցկացրեց եւ ցուցանիշներով լավագույններից էր։ Եթե ոչ լավագույնը, ահա թե ինչ կանենք այսօր։ Կամփոփենք Էդուարդի մրցելույթները ավարտված սեզոնում։ Կտեսնենք, թե որ գործոններում նա աճ գրանցեց, ինչ պատմական նվաճման հասավ, ինչպես հերթական անգամ դարձավ մրցաշրջանի լավագույն խաղացողներից եւ ամենակարևորը հասկանալ կփորձենք, թե հորիզոնի վրա ինչպիսի շանսեր են նշմարված, որ մեր ֆուտբոլիստը տեղափոխվի վերջապես եվրոպական որևէ թոփ առաջնության ճամբար։ Կարճ ասած քիչ անց Սպերցյանի մասին ամեն ինչ։ Հիմա շարժվենք առաջ։
Սկզբում խոսենք 4 թվերից, իսկ դրանք եւ զարմացնող են, եւ կախարդական, եւ տպավորիչ։ Ավարտված սեզոնում միայն RPL-ում Սպերցյանը 13 գոլ խփեց, ինչը հիանալի ցուցանիշ է միջին գոտում հանդես եկող ֆուտբոլիստի համար։ 30 խաղում 13 արդյունավետ հարված։ Սա ստացվում է մոտավոր ահա այսպիսի պատկեր։ Գրեթե ամեն 2 տուրը 1 Սպերցյանը գնդակը մրցակցի դարպասն է ուղարկում։ Սրան գումարած Էդոն եւս մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ֆոնբետ Ռուսաստանի գավաթում։ Եղան մի շարք մեգագեղեցիկ դարպասի գրավումներ, որոնք ինչպես ասում են կզարդարեին ցանկացած եթեր։ Իսկ թե քանի գոլ խփեց նա վերջին 1 տարվա մեջ ազգային հավաքականում հանդես գալուց, այս մասին խոսել ենք բազմիցս։ Բայց սա էլ դեռ մի կողմ, ավելի հիացնող թվեր են կյանքի կոչված արդեն գոլային փոխանցումներ կատարելու ասպեկտում։ Ավարտված սեզոնում մեր խաղբեկը 16 գոլային ասիստ տվեց, գոլ գումարած փոխանցում համակարգում հավաքելով 29 արդյունավետ միավոր։ Եվս մեկ գոլային փոխանցում էլ նա ռեալիզացրեց նույն Ռուսաստանի գավաթում։ Այս գոլային փոխանցումներից մի քանիսը այնքան ոսկերչական ճշգրտությամբ էին կատարված, այն աստիճանի սկուտեղի վրային մատուցված, որ կատարելապես վարպետական նշաձողով էին օժտված։ Ջոն Կորդոբան եւ խաղընկերները կհաստատեն խոսքերս։ Նրա որպես ֆիգուր լինելը սրտի մեծ սպեղանի է, մանավանդ Սերգեյ Գալիցկու համար։ Մենք շատ լավ գիտենք, թե նրա մոտ ինչքան են կարևորված Կրասնոդարի ակադեմիայից դուրս եկած սաները։ Ահա հենց մեր Սպերցյանը այն միակ սանն է այս դպրոցում հղկված, այս դպրոցի պրոդուկտ, ով նման գլոբալ հաջողությունների հասավ։ Թող չհնչի չափազանցված, բայց Սպերցյանը Կրասնոդար ակումբի դեմքն է գլխավոր։ Շատերը այս ակումբը հենց նրանով են ճանաչում, եւ այս ամենը թվարկելուց հետո կամ թվարկելու ընթացքում ավելի ու ավելի ցավալի է դառնում այն փաստը, որ այս տղային որևէ կերպ չի հաջողվում տեղափոխվել արևմտյան Եվրոպան ներկայացնող որևէ թոփ կամ կիսաթոփ առաջնություն։ RPL-ի մակարդակը Սպերցյանի համար գերազանցված է արդեն վաղուց։ Վերջերս Սպերցյանին համառորեն Իտալիա էին ուղարկում։ Օրեր առաջ էլ ինֆո եկավ, որ նրա ծառայություններով ֆրանսիական Մարսելն է հետաքրքրված, բայց այստեղ կան հակասություններ, որովհետև Օլիմպիկը հիմա գլխից դուրս խնդիրների մեջ է թաթախված։ Ակումբը ունի ֆինանսական կոլապս եւ 104 միլիոն եվրոյի դեֆիցիտ։ Մարսել ակումբի ողջ տնտեսական մոդելը կառուցված էր, որ թիմը անպայման պետք է նվաճեր Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Սակայն քանի որ դա անել չհաջողվեց, ապա մեծ հավանականությամբ Մարսելում կսկսվի ֆուտբոլիստների զանգվածային վաճառք։ Թե ինչպես են պրովանսալցիները այս վիճակում պատրաստվում կատարել նոր տրանսֆերներ, չգիտեմ։ Ինձ թվում է Սպերցյանը իտալական Սերիա A-ում ավելի հաջող կինտեգրվեր։ Եթե հիմա 15-ից 18 թվականների ինտերվալը լիներ, Էդոյի համար շատ ավելի դիպուկ կլիներ։ Սերիան այն ժամանակ ավելի հարձակվողական էր։ Այդուամենայնիվ մակարոննիկների մոտ հիմա էլ կան մի շարք ակումբներ, որոնք ոչային ուղղվածությամբ շատ հոգեհարազատ են Սպերցյանին։ Գնալ Ինտեր միանգամից այս տեղափոխությունը կդառնա հսկայական ցանրություն հայ ֆուտբոլիստի ուսերին հենց սկզբից։ Կասեք իսկ յուվ է, բիանկոներները ապրում են ցաներ ժամանակներ։ 90%-ով եկող չլեին չեն դառնա մասնակից, ու կարծում եմ տրանսֆերային շուկայում հենց այս պատճառով մեծ ակտիվություն ցույց չեն տա այապես։ Չնայած Սպերցյանին տեսնել Սպալետիի գլխավորությամբ շատ հետաքրքիր կլիներ, մանավանդ երբ հիշում ենք, որ ծեր սինյորան ներկայումս ինչքան թույլ միջին գոտի ունի։ Այս պարագայում մեր ֆուտբոլիստը այնտեղ կարող էր դառնալ մատուրիկը ապահովող ստեղծարար գլխավոր ջութակներից։ Միլանին միանգամից շրջանցենք։ Մաքս Ալեգրիի օրոք Միլանը մոռացել է, թե ինչ բան է հարձակվելը։ Նույնիսկ Մոդրիչն է տանջվում այստեղ։ Սպերցյանի համար կարծում եմ ամենալավ տարբերակը կլիներ կամ Ռոման կամ Կոմոն։ Գասպերինին կառուցող ֆուտբոլիստների հետ աշխատել գիտի։ Սրան գումարած Ռոման մեծ հավանականությամբ կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Հաղորդումը պատրաստվել է Սերիայի վերջին տուրից առաջ, իսկ Ֆաբրեգասի Կոմոն Սպերցյանի պարագայում ամենաթիրախային ընտրությունը կլիներ։ Ֆաբրեգասը ինքը կիսապաշտպան էր։ Էդուարդը գրեթե հենց այն նույն գոտում է խաղում, որտեղ ժամանակին Ֆաբրեգաս էր հանդես գալիս։ Մի փոքր այս կողմ այն կողմ տարբերությամբ, պլյուս Կոմոն չի նեղվում կոմբինացիոն ֆուտբոլից։ Եվրագավաթներին մասնակցելու իրավունք վաստակեց։ Պատրաստ են դնել մեծ ֆինանսներ։ Մեր ֆուտբոլիստը Կոմոյի ճամբարում ըստիս հոյակապ կդիտվեր։ Պրեմիեր լիգան հանգիստ թողնենք։ Մառախլապատ Ալբիոնում լրիվ ուրիշ ֆուտբոլ են խաղում։ Ֆուտբոլ, որը խորթ է Սպերցյանի համար։ Իսկ եթե խոսենք իսպանական Լա Լիգայից, միակ ակումբը, որը ոճաբանական առումով կլիներ Սպերցյանին հարմար, Մանուել Պելեգրինիի Բետիսն է։ 25-ամյա կիսապաշտպանի համար չիլիացի մասնագետը մարզիչ է ուղղակի գտած։ Պատկերացնում եք Սպերցյանին Իսկոյի եւ մնացածի հետ։ Դա կլիներ լրիվ նոր մակարդակ, շատ գունագեղ ֆոնով։ Այստեղ կա մեկ այլ կարևոր գործոն։ Վերդի Բլանկոսը եկող սեզոնում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։ Սպերցյանը հաջողությամբ կադապտանար եւ արդյունավետ ֆուտբոլ ցույց կտար Բավարիային չհաշված Բունդեսլիգան ներկայացնող գրեթե ցանկացած ակումբում։ Լեյպցիգ, Ֆրայբուրգ, Շտուտգարտ, Դորտմունդ, Բայեր, որը ուզես, որը ասես։ Բունդեսլիգան իր թեթե ֆուտբոլով Սպերցյանի համար հեռանկարային պլատֆորմ կդառնար կարիերայում քայլ առաջ կատարելու
առումով։ Նույնը ամբողջությամբ կարող ենք ասել նաև, եթե խոսենք հոլանդական Էրդիվիզիայից։ Միակ խնդիրը այն է, որ այստեղ բարձրակարգ թիմերն են քիչ։ Օրինակ նույն PSV Eindhoven-ը ոճաբանական տեսանկյունից Էդոին լիովին կհամապատասխաներ։ Սակայն այս ամենի մեջ կա նաև մեկ այլ անհանգստացնող խնդիր։ Նշածս ակումբներից շատերը ի վիճակի չեն վճարել այնպիսի աշխատավարձ, որը Սպերցյանը գրասադարում է ստանում։ Սա կարող է դառնալ լուրջ խոչընդոտ Արևմտյան Եվրոպա տեղափոխվելու համար։ Ամեն դեպքում ինչ էլ ուզում է լինի այնտեղ, թոփ առաջնություն տեղափոխվելը ներկայումս Սպերցյանի մոտ պետք է հանդիսանա համար 1 կարևորության հարց։ Նոր մարտահրավեր, նոր միջավայր, նոր նպատակներ։ Հիմա սրանից շատ բան է կախված։ Էդուարդ ջան, սրտանց հաջողություն եք մաղթում քեզ։ Ես առաջարկում եմ անցնենք մեր հաջորդ հատվածին, որտեղ ես ցույց կտամ ֆուտբոլային դրվագ, գալու է հասնելու է մի հատ կուլմինացիոն պահի, պաուզա ենք տալի ու դու պետք է կռահես ոնց է վերջանում դրվագը։ Իտալական ֆուտբոլ, Իտալիայի առաջնություն։ Կարող եմ մի փոքր հուշել, այստեղ գլխավոր հերոսը Կվալիարելան է, Ֆաբիո։ Եթե գիտես թե ինքը ինչ աննորմալ բաներ է անում, մեկ-մեկ խաղադաշտում կարող ես կռահել։ Դե կռահում եմ, որ գոլ կլինի ինչ-որ շատ գեղեցիկ։ Շատ գեղեցիկ գոլ է լինում, այո։ Այ կատարումը իրոք տպավորիչ է ստացվում։ Այսպես կրունգով Հիշեցի ես գոլը։ շատ գեղեցիկ մի գոլ։ Հիմա բլից հարցաշարին ենք գնում ու առաջին հարցը հետևյալն է՝ Մեսի թե Ռոնալդո։ Մեսի ավելի շատ։ Վազել առանց գնդակի, այսինքն սևագործ աշխատանք անել, թե տեխնիկական հնարքներ անել։ Եթե իմ դիրքի սևական աշխատանք անել։ Հարց կա։ Խաղալ 90 րոպե ու պարտվել, այսինքն ողջ խաղի ընթացքում դու լինես խաղադաշտում, թե մտնել փոխարինման 5 րոպեով ընդամենը ու հաղթել։ 5 րոպեով մտնել հաղթել։ Դեղին քարտ կոպիտ խաղի համար, թե մարզաշապիկը հանել ու գոլ նշելու համար։ Կոպիտ խաղի համար։ Ախ, ջան, շատ լավն էր։ Ես այս հարցը տալուց մտածում եմ մենակ թե անկեղծելի, մենակ թե անկեղծասի։ Պրեմիեր լիգայի տեմպը, թե Լա լիգայի տեխնիկական հատկանիշները։ Պրեմիեր լիգայի տեմպը։ Խաղից հետո մարզաշապիկներով փոխվել, թե միանգամից գնալ հանդերձարան։ Նայես ոնց կպրծնի խաղը։ Պարտվել եք։ Միանգամից գնալ հանդերձարան։ Շատ շնորհակալ եմ Կարլեն ջան, որ ժամանակ գտար եկար մեզ հյուր, իհարկե շատ ու շատ հաջողություններ եմ մաղթում, հիմնական կազմի խաղացող լինես մշտապես այնտեղ որ կխաղաս ու մեզ էլ հուսամ, որ անգամ մեր սպասելիքներից շատ ուրախանալու առիթներ կտաս։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի էր։ Սիրելի ֆուտբոլասերներ, ավարտեցինք մեր զրույցը Կարլեն Հովանեսյանի հետ եւ համոզված եմ դեռևս բազմաթիվ առիթներ ենք ունենալու խոսելու նրա մասին։ Իսկ դուք հիշեք, որ մենք մեր այս տեսանյութերը տեղադրում ենք Նորալիքի YouTube-յան ալիքում, լայքեք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, տարածեք տեսանյութը, իհարկե գրեք ֆուտբոլի թեմաների վերաբերյալ ձեր ակնկալիքները ու չմոռանաք, որ արժևում արդեն եվրոգավաթների եզրափակիչներն են, կարող եք գրել ձեր կանխատեսումները։ Նաև հիշեք, որ մենք այստեղ խոսում ենք ֆուտբոլից, իսկ ֆուտբոլը դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Բա ինչով է զբաղվում Կարլենը ֆուտբոլից բացի։ Ֆուտբոլը այն որ բացառեցինք, անեցինք։ Լավ, կարելի է PlayStation-ը թողնել։ Չեմ խաղում։ Լուրջ։ Ընդհանրապես համը կարելի ասել вообще չեմ խաղում։ Ոնց։ Չգիտեմ։ Գիրք եմ սիրում կարդալ, ասեմ։ Կա տենց ֆուտբոլիստ, որ ազդում է քո ներվերի վրա։ Ազդում։ Հա, այն որ ներվային ազդում է։ Կապ չունի իր լավ մակարդակը կամ բան, պրոստը ազդում է։ Մի վարքան մտածեմ։ Միշտ դու մտածես, ես օրինակ կարամ ասեմ, իմ համար Լալան աներ խոսքի։ Լալանը։ Հա, Լալանային ատում էի։ Ես Էմիլիանո Մարտինեսին չէի սիրում։ Հա, տարբերակա, ինչ խոսք ինքն էլ տենց չուտվող կերպարա։ Ես ինտերի բալեշիկ եմ։ Ես էլ եմ կյանքում սխալներ թույլ տվել։
Արտաշ ջան ուզում ես հեռախոսը տամ Կիևի հետ դու խոսա։ Ռեքի ապեր կզանգեմ։ Դավոնստերներ կասեր ֆոտո, բայց քանի որ դավոնստե չի, ես կասեմ ախպերներ ջան, խնդրում եմ մի հատ անմահացրեք։